բոլորին կասենք, որ ես քո ընկերն եմ ու ոչ մեկ դուխ չի անի քեզ մոտենալ։ Ձեր կյանքում կին կա Դավիթ։ Տավա։ Oh my god։ Իսեն ջան, ծոցից խաղ հասկացող լրիվ ուրիշ տեղ գնացի։ Անձը հաստատան փաստատող կներկայացեք։ Ուրա, իմ մոտ ամենի ստացվեց։ Այլ դու այսօր կգաս գարաժ։ Էջան, սանաս այլի ոչ նստի թախտին սպասի վախտին։ Երկուսս էլ ուղղակի անտանելի եք։ Բարելտվեք, բարև ձեզ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ձեր ամուսնալուծության թղթերը պատրաստ են։ Կարող եք ձեր կնոջ հետ գալ ստորագրել, վերցնել, որից հետո դուք օրինապես ամուսնալուծված կլինեք։ Դեջիջիլ Դեջիջիլի հովանավորներն են։ Մենք սիրում ենք ճանապարհորդել, սիրում ենք բացահայտել նորը, ստանալ անմոռանալի էմոցիաներ, իսկ այդ հարցում մեզ օգնում է One Day Voyage-ը, ում հետ միասին շրջել ենք ողջ Կալիֆոռնիան։ OneDayVoyage.com այցելիր ու ծանոթացիր One Day Voyage, վճարիր հիշողություններիդ համար։ MXMotors.com Բրատ, լավ սպարտիվկա չկա ուղարկես աղբորը։ Ասում ես քուրիկիդ ինչ ես ուղարկելու։ Ասիր մի շաբաթից ուղարկես, հար վրաս ուղարկի ապիր։ Ում ասես ինչ ասես ուղարկել ես աղբեր, մի բան էլ ինձ ուղարկի։ Ես Արնոն եմ, ուղարկողը։ Նրանք է Ship to Arm վերնափոխադրման ընկերություն։ Դու Arm, մենք վրաս կհասցնենք տեղ, օդով ջրով թե ցամաքով։ Ու հիմա ինչ պետք է անենք։ Ինչ պիտի անենք։ Քո սրտով չես, դու չէիր ուզում որ բաժանվեինք։ Հելով խոսա, նենց տպավորությունը ոնց որ դու չէիր ուզում ինձանից բաժանվեիր։ Ես ասում եմ, դու ասում ես, ես ասում եմ, դու ասում ես, լավ էլի, վերջ, կգնանք, կստորագրենք, կբաժանվենք ու բոլոր իրենց ճանապարհն են։ Վերջ չի կարող լինել։ Այս թեմայի շուրջ մենք պետք է անպայման խոսենք երեխաների հետ։ Ես հենց հիմա իրենց կզանգեմ։ Զանգ։ Խոսա։ Բելա։ Բարև պապ։ Հայրիկը ձեզ հետ զրուցելու բան ունի։ Ես ու Էլան եկեղեցիում ենք։ Բարև պապ։ Ոնց թե եկեղեցում։ Ասեք ուր գանք, կգանք միտեղ հանդիպենք, զրուցենք, շատ կարևոր բան ունենք ասելու։ Չէ։ Ոնց թե չէ։ Բելա, դու երևի չես գիտակցում, հա, որ մենք ձեզ հետ շատ կարևոր խոսալու բան ունենք։ Եթե ինչ-որ կարևոր բան է, եկեք սկ, մենք ձեզտեղ սպասում ենք։ Իմ կարծիքով տենց ճիշտ էր։ Այ քեզ բան, աչատեց։ Ամեն ինչու մեղավոր է մայրդ եթե չգար, չհասներ այստեղ, մենք այսպիսի խնդիրներ չենք ունենա։ Դու հասկանում ես, դու պետք է սովորես ընդհանրապես պատասխանատվությունը վերցնել քեզ վրա, այլ ոչ թե ամենտեղ մեղավորներ փնտրես։ Ինչն եմ մայրը, խեղճ կուկու։ Էլի խոդին կար։ Ես տրակտոր չեմ։ Ես ձեր տնօրենին եմ ուզում։ Մի հատ կանչեք։ Չեք լսում։ Ասում եմ ձեր տնօրենին եմ ուզում։ Էս խուլ է, ինչ է։ Լավ։ Երջո՞ն։ Էս ինչ ես անում ստեղ։ Հələ mən şut ara dursan. Hələ mən dur sarıyım. Cezasın dur sarı. Dur sarılasan kes մտտակը։ Հա? Շնորհակալություն։ Ամեն ինչ շատ համով էր։ Անուշ լինի, պստիկ ջան։ Ես քարտով կվճարեմ։ Չի լինում։ Լավ, ոչինչ, դուք գնացեք ձեր գործ արեք, ես հեսա պապայիս կզանգեմ, ամեն ինչ կլուծեմ։ Լավ։
Ստելան է զանգում։ Բալես ասա տեսնեմ, ինչ է եղել, որ զանգել ես պապայիդ։ Ինչ պիտի լինի։ Հացում կերել, փող չունեմ, որ վճարեմ։ Կարող եմ իմանաս ինչից է եղել։ Ես եմ քարտը արգելափակել։ Ոնց։ Նենց էլ հանգիստ ես ասում։ Բա դու պապա ես։ Հետո էլ կասես Ստելիկ ջան, բալես, ես քեզ շատ եմ սիրում։ Հա, սիրում եմ ու շատ եմ սիրում։ Բայց դա չի նշանակում, որ դու ինչ ուզես էլ պիտի անես։ Ես էլ պիտի ձեռքերս ցալած նստեմ։ Քեզ ասեցի գնա ընկերոջս տուն, ասեցի, չէ՞, իսկ դու ինձ չլսեցիր, հրաժարվեցիր։ Քեզ թվում է ես քո ասածը պիտի անեմ։ Իսկ հիմա որ մոտդ փող չլինի, ստիպված ասածս խելոք կանես։ Ես էլ կիմանամ, որ գոնե տեղդ ապահովա ու հանգիստ կլինեմ։ Մենակ ես չեմ մայրդ էլ։ Ոչ մի բան էլ չեմ անել։ Դու ասա քո բարեկամներին ու ընկերներին, թող ոչ կան, ոչ է զանգել, ես մեկա չեմ գնալու։ Ստելիկ, բալես դու ախր չես կարա մենակ մնաս, ախր դու փոքր երեխա ես։ Լսի Ստելիկ ջան, խնդրում եմ։ Դու լսի Լութոյին, ինքը շատ ճիշտ է քեզ ասում։ Չէ, այդ դու պապան ինձ լսեք ու շատ լսեք, որ հետո իմ ասած ամեն բարի վրա երկար մտածեք ու հասկանաք, թե ինչքան եք ինձ նեղացրել։ Ստելա, մի երկարացրու։ Դու պետք է անես այն, ինչ քեզ կասեմ, մինչև հետ վերադառնաս մեր մոտ։ Ու նորից ընտանիքիդ հետ լինես։ Ընտանիքի։ Որ ընտանիքի։ Քո Ստելիկ ջան, քո ընտանիքի։ Ուր է ընտանիք։ Ես ոչ մի ընտանիք էլ չեմ տեսնում։ Ոնց թե։ Հենց տենց, նորմալ ընտանիքում հաշվի են առնում բոլորի կարծիքները, իսկ իմ կարծիքը դուք երբեք հաշվի չեք առել։ Սկզբից ինձ ստեղ թողեցիք ու դուք գնացիք ձեր Ամերիկան, հետո էլ ինձ զորով տարաք հետ Ամերիկա։ Ինձ այդ Ամերիկան տարաք, որ ես ամեն օր լսեմ, թե դուք ոնց եք վիճում, տունը կիսում, ու այդ կիսած տանը մենակ չեք կիսում սերն ու հարգանքը։ Դե հիմա ինձ ասեք, ստեղ ընտանիք կա, թե չէ։ Բոլոր ընտանիքներում էլ լինում են անախորժություններ, խնդիրներ, դա չի նշանակում, որ դու պետքա թողնես ու հաղթես քո ծնողներից։ Ծնողներից, որոնք մեր համար ժամանակ չունեն։ Խնդրում եմ, մի ասա, մենք ընտանիք ենք ու մենք քեզ շատ ենք սիրում։ Կասեմ, շատ լավ էլ կասեմ։ Կարանք հիշեք, թե վերջին անգամ երբ ենք իրար հետ նստել, ճաշ կերել, կամ օրինակ երբ եք իմ ու իմ քույրիկների հետ զրուցել, կամ երբ եք ընտանիքով տեղ գնացել։ Դե խոսացեք, ինչի չեք խոսում։ Իմ մոտ տպավորությունն է, որ դուք բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին չեք սիրում։ Բայց եթե կարողանաք ինձ հակառակը ապացուցել, շատ ուրախ կլինեմ։ Իմ փոքր աղջիկ, իմ Ստելա, եթե դու հիմա այստեղ լինեիր, ես ու քո պապան գիտես քեզ այնքան ամուր կգրկեինք, որ դու կսկայիր, թե մենք ինչքան ենք քեզ սիրում, ախր մենք քեզ շատ ենք սիրում ու ես շատ եմ քեզ կարոտել, Ստել։ Ես էլ եմ ձեզ շատ սիրում, բայց մինչև դուք չհաշտվեք ու մեր ծանը ամեն ինչ առաջվա պես չլինի, ես հետ էլ չեմ գա։ Եղավ։ Ես մենակ հարսանիքի սորը չգիտեմ։ Լավ որ առաջից ֆայմել էի ու փող էի հանել քարտից։ Վերկաց գնանք եկեղեցի։ Մենք երեխաներին պետք ենք։ Ջանար, ես կբացատրեմ։ Ձերքերս քաշ։ Բացատրեմ։ Անի լսի։ Չեմ դրսա։ Լսի, ես Ես կբացատրեմ։ ընդեղ չեմ նստում, ես ընդեղ եմ նստում։ Նստի։ Ասում եմ նստի։ Ասա տեսնեմ ինչ էի մտել մեքենայի տակ։ Խնդրում եմ հանգիստ, մարդիկա դլսեն, չեմ ուզում որ ոչ։ Ո՞վ լսեն, դու ինձ հիմա կասես ինչ ես մտել մեքենայի տակ։ Կասեմ, եթե դու չգորգոնաս։ Թող ձերքեր, քաշի ձերքերդ։ Ասա տեսնեմ ինչ ես մտել տակը։ Այ դու կոկու սիրուն կոկու։ Գիտեմ որ մեծ սիրտ ունես դու։ Ախ դու երջո, հիմար երջո։ Մենակ նստես անջո։ Դե շուտ արա պատասխան տուր, թե չգնամ կացինը բերեմ վիզդ կտրեմ։ Կերաչ, հետո։ Լավ, հանգստացի։ Ես ուզում եմ քեզ կարևոր մի բան ասեմ։ Դժվար է ինձ համար հիմա բացատրել քեզ, թե
ես ով եմ եւ ինչ եմ, բայց միշտ իմացի։ Ես քեզ սիրել եմ, սիրում եմ եւ դի սիրեմ։ Ես սովորական աշխատող, չարչարվող, բանվոր, իհարկե եւ ոչ հարուստ մարդ։ Որ ուզում էի միշտ ասեի, բայց չէի կարողանում ներող կլինես։ Ակնաժներ չեմ հավատում։ Տեր Աստված մենակ նորից լսողությունը չկորցնեն։ Երբ առաջ անգամ ես քեզ տեսա սիրարվեցի։ Դա էր պատճառը, որ ես ստեցի, որովհետև վախեցա, որ դու իմանալով, որ ես աղքատ մարդ եմ, ինձ չսիրի։ Ստախոս բիձուկ։ Ասա, ինչ որ կցանկանաս, ինչ որ կկամենաս, ես կընդունեմ։ Լսի, հիմա սիրտս կճաքի։ Ուրեմն, եթե ես պատահաբար այստեղ չգայի ու քեզ չբռնացնեի, դու անընդհատ սենց ինձ պիտի խաբեի ու ձևացնեի, որ դու հարուստ մարդ ես։ Այնինչ ստախոս ու աղքատ բիձա ես։ Ես մի քանի անգամ ուզեցել եմ ասեմ ճշմարտությունը, բայց վախեցել եմ, որ կկորցնեմ քեզ։ Դրա համար չեմ ասել, որովհետև շատ հանք ես եղել ինձ համար։ Փաստորեն, այս սիրո մեքենաները, որ գալիս էին ինձ նստացնում տանում էր, քոնը, չէ։ Չէ։ Իմը չէ։ Այն նավի վրայի հանդիպումները տել էին սուտ։ Հա։ Սուտ էր։ Ուրեմն այն առանձնատունն էր սուտ, որ պիտի Ստելիկիս հետ տեղափոխվեինք ապրեինք։ Այդ մեկը կա, բայց ստեղ չի, մանալիկում է։ Ուրեմն փաստորեն մենակ այդ մեկն էր ճիշտ ասում։ Ես հասարակ աշխատավարձով ապրող սովորական տղա եմ, փուփու ջան։ Դու ստախոս, բիձա ես, ես այլևս քեզ չեմ ուզում տեսնեմ, վերջ։ Խնդրում եմ քեզ, բայց ես առանց քեզ, առանց քո սիրո չեմ կարա դիմանալ։ Խնդրում ինձ տուր հնարավորություն, որ ես սխալը սուղեմ։ Մեր միջև ամեն ինչ վերջացել է։ Մի գնա, խնդրում եմ քեզ։ Մի գնա, խնդրում եմ։ Վերջ։ Հիմա հասկանում եք մեզ Սարգիսար գավակ։ Ամեն դեպքում դուք պետք է փորձեք օգնել նրանց։ Սուրբ Գիրքն ասում է. հավատքն առանց գործերի մեռած է։ Դուք պետք է գործեք։ Եվ անեք հնարավոր ամեն բան։ Իսկ Աստված կանի անհնարինը։ Ախր իրենք մեզ ընդհանրապես չեն լսում։ Վերա։ Բելա, ինչ եք անում այստեղ։ Բարև ձեզ։ Դուք շատ դաստիարակված աղջիկներ ունեք։ Ես Սարգիս Սարգսակն եմ։ Լյուդվիգ Սարա։ Մենք ինչ ենք պայմանավորվել, ես չասեցի, որ պիտի խոսենք։ Չասեք, էլի պիտի բաժանության մասին խոսենք։ Բել, էլ ուրիշ ինչի մասին, իհարկե դրա մասին պետք է խոսենք։ Ես ուզում եմ, որ մենք հենց հիմա առանձին խոսենք։ Ես ձեզ իհարկե առանձին կթողնեմ, բայց նախ եթե թույլ կտաք, մի բան կուզեի ասել։ Քանի որ ձեր աղջիկների միջոցով քիչ թե շատ ծանոթ եմ ձեր ընտանիքի խնդիրներին, կուզենայի խորհուրդ տալ եւ մի բան հիշեցնել։ Խորհուրդս այն է, որ որոշում կայացնելուց առաջ մի լավ մտածեիք, քանի որ ձեր կայացրած որոշումը փոխելու է ձեր սիրելի մարդկանց ամբողջ կյանքը, ում համար դուք պատասխանատվություն եք կրում։ Եվ պարտքս եմ համարում հիշեցնել ձեզ, թե ինչ եք խոսք տվել Սուրբ Պսակի ժամանակ, ինչ եք խոստացել Աստծուն եւ միմյանց, եւ թե ինչպես է Աստված ձեզ օրհնել։ Ես կարծում եմ, որ ճիշտը բաժանվելն է, որովհետև մենք ամեն օր իրար հետ վիճում ենք։ Աստված սիրո եւ համերաշխության Աստված է, ոչ թե վեճի եւ ատելության։ Մի րոպե, պարոն Սարգսակ, ես ճիշտ հասկացա, փաստորեն պետք է ես այնպես անեմ, որ իմ մայրիկը մեր հետ չապրի, բայց այդպես չի լինի։ Ամեն ինչում զոքանչ սա մեղավոր խոստովանեց։ Այ ինքը մեր տունը քանդեց։ Դե պատճառները բազում կարող են լինել, բայց ընտանիքում լուծումը մեկն է։ Խոնարհաբար ընդունել մեկը մյուսին եւ պատրաստ լինել զոհելու եսը
ընդհանուր մենքի համար։ Սա է Քրիստոսի խաչի խորհուրդը։ Պապ ջան, մամ, մենք չենք ուզում, որ դուք բաժանվեք։ Մենք ուզում ենք, որ ամեն ինչ առաջվա պես լինի, որ մենք էլի իրար հետ ժամանակ անցկացնենք, ճանապարհորդենք, պաղպաղակուտենք, երգենք, պարենք, իրար հետ լինենք ու իրար սիրենք։ Ախելելա ջան, ամեն ինչ այնպես լուսավոր չի, ոնց որ դու պատկերացնում ես, փոխվել է, շատ բան է փոխվել, ու մեր ամուսնության նպատակներն էլ է փոխվել։ Քրիստոնյա ընտանիքի նպատակը մեկն է՝ զորակցել միմյանց։ Մի կորցրեք այն օրհնությունը, որ Աստված տվել է ձեզ։ Չէ՞ որ Տերն ասել է. Աստված ինչ որ միացրեց, մարդը թող չբաժանի։ Բարև Պուճուր ջան։ Քերի, ես դու ես։ Ես ինչքան սիրում ես։ Կոշիկներից դիմացա որ դու ես։ Հա, գումարը շերի քեզ որ կոշիկ էլ առնեմ։ Չի, չմտածես։ Հիմա կմտածենք այսօր։ Կամ նորը կանենք, կամ մեկի ոտից կցրցնենք մի բան։ Չէ, դա չի կարելի։ Ոչ, կոպետ եմ անում։ Դե լավ գնացինք Երևանը զվայելելու։ Գրած։ Չես անում։ Ես եկել եմ Հայաստան բդույթի, աս հոթելը վարձել ենք, թուն մինա գդես, ինչ կնես խորոս։ Եկել եմ ստեղ, որ Երևանս վայելեմ։ Ես ալի չեր եմ քարելու, եգուր իրար հետ քալենք, ասեմ գիտնաս, մինակ քալելը հեչ հաջելի չէ։ Կարող է քեզ մերոնք են ուղարկել։ Ուր, Հայաստան։ Չէ, ինձ հետևելու։ Չեմ գիտեր ինչ ցես որ, քանի օր է հոսեմ մեգում է չեմ խոսած։ Դե լավ, որ ակեն չես գնացինք։ Գուգո, արի։ Գուգոն ով է։ Թիկնապահս։ Ասե, որ Հայաստան ամեն ինչ ուրիշ է։ Դրա համար մերոնց ասելու։ Եկեք տեղափոխվենք ստեղ։ Մենք ինչ ազատ ենք ստեղ։ Ինչքան բարի մարդիկ կան։ Գիտեմ, որ շատ ուրախ ես սենք ազատելալով, բայց չես կներ թուն քո ընտանիքիդ հերում մնալ։ Ինչպես կլասանք, չես կներ թուն ամեն օր արթնալ ատմտքով, որ իրենց մեն եղվեր ես։ Սպասում էի դու ագանց չես։ Ստելլա, ես շատ լավ գիտեմ ընտանիքիդ մեջ ինչ կլագոր։ Ադոր համար գսեմ որ քեզի ադի, եւ գիտեմ թե ինչապ քույրերդ կան հանգստանան քեզի համար։ Բայց ես չեմ ուզում իրանց մասին խոսալ, ընդհանրապես իմ ընտանիքի մասին։ Լավ, չենք խոսիր։ Բայց լավ մտած է, հա, ինչապ ազատ լաս։ Չես կնար ընտանիքիդ հերում մնալ։ Դե ջիջիրի հովանավորներն են։ Նա միշտ նոր փոճաշակով է։ Նրա տեսքը տալիս է ինձ վստահություն։ Երբ նա շփվում է, գիտեմ, ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Այո, նրա գեղեցկությունը ուժ է։ Շնորհակալություն Beauty Fabric-ին կնոջս գեղեցկությունը ընդգծելու համար։ Beauty Fabric։
Art modern design-ին դատի եմ տալու։ Ես ինչ կահույք եք պատրաստել։ Ես ձեզ սրա համար չեմ ներելու։ Ինչ ա եղել։ Ինչ պիտի լինի։ Կինը սիրարվել է ձեր պատրաստած խոհանոցի կահույքի վրա եւ ամբողջ օրը խոհանոցից դուրս չի գալիս։ Art modern design, այո, մեր սարքած կահույքին սիրահարվում են։ Կարինա, սուտեմ քեզ։ Ես էլ։ Ինչ։ Չէ, կանինաս։ Կարինաս Բեքերի ամենահամովանունը երբևէ։ Կուկու, Հա, ես եմ, Երջո։ ես մտածում էի, որ մենք էլ չենք հանդիպի։ Երջո ջան, գիտես չէ, որ ես արժանապատիվ կին եմ։ Հա, գիտեմ, Կուկու ջան։ Դու գիտես, որ իմ նման կնոջ կողքին լինելը շատերի համար անկատար երազանքի պես մի բան է։ Գիտեմ, ինձ համար էլ դարձար երազանք։ Ես եկել եմ, որ երազանքիդ իրականացման համար հնարավորություն տամ, Երջո։ Վայ, Կուկու ջան, ես ինչ արեցիր։ Դու հետ բերեցիր իմ սերը, իմ երջանկությունը։ Ես փողերի համար չեմ ընկերություն արել։ Ես իմ սխալը կուղեմ։ Ես խոսք եմ տալիս։ Ակնթարթը կյանք արժե կողքիդ Աչքերիդ նայում եմ զգում հոգիդ Օրերով պատմեմ սիրում, թե ինչքան Թե քեզ ինչքան եմ, ես քեզ ինչքան եմ Թե ինչքան եմ քեզ սիրում Դու մոլորակ ես անանում Դիրքերը զիջել ես, հա? Լրիվ երրորդ ավելորդն եմ ստեզգում։ Այսինքն հրաժարվել ես Սելայի հանդեպ քո զգացմունքներից։ Չեմ հրաժարվել, բայց հələ նայ, ոնց է Ռաֆին նայում։ Ես էլ ինչ պետք է անեմ։ Մխի թարվես աղբերս, էլ ինչ պետք է անես։ Կամակոր դարձիր մի բա այսօր Ու ասա, որ ես մինչև կեսօր Երկնքից բերեմ արև նվիրեմ Ու նվիրեմ քեզ իմ արև Դու մոլորակ ես անանում Քեզ նայում եմ ու գժվում Ախր շատ ես դու սիրում Թող մտածեմ քեզ միանում Թող մտածեմ քեզ միանում Շատ հավես ու լավ երկարավ։ Լուրջ, դուրը տեկավ, լավ կաղրեր, չէ։ Շատ։ Իմ դուրն էլ շատ եկավ, Ռաֆ։ Ոնց հասկացա բոլորից դուր է եկել է բացի պապիկից, հա? Կարևոր ձեր դուրը եկել է երեխեք ջան։ Լավ արի մի քիչ էլ նվագի, հետո գնանք տուն արդեն ուշ է։ Երեխեք ինչ եք ուզում լսեք։ Բարև ձեզ։ Ոնց ես շատ սպասեցրեցի։ Չէ, ինչ եք խոսում, մենք բավականին ժամանակ ունենք։ Okay, ձեր փաստաթղթերը պատրաստ են, եկեք գնանք գրասենյակ։ Եվ այսպես, ձեր փաստաթղթերը պատրաստ են շատ արագ եւ հեշտ, ինչպես եւ մեր մնացած գործերը։ Դες մնում է միայն այստեղ ստորագրեք։ Եվ դուք կհամարվեք պաշտոնապես ամուսնալուծված։ Կներեք, ինչ որ բան այն չէ։ Բայց ինչ համես անցավ։ Եթե դեմ չես վաղն էլ հավաքվենք, նույն կազմով կամ էլ դերբիսով։
Նոյ, դու ստեղ իմ գործում ես։ Եկել եմ քեզ տուն ճանապարհանելա ջան։ Իրան տուն ճանապարհող կա, գիտես, չէ՞։ Ընդհանրապես դու պետք չի հայտնվես այնտեղ, որտեղ քեզ չեն էլ սպասում։ Դու դու չես որոշում ով այլ այն տուն ճանապարհելու։ Բացի դրանից ես քո հետ չի խոսում։ Հենց դա որ առաջինը հենց իմ հետ պետքա խոսեր։ Տո լավ է։ Մի հատ վերջ տվեք, հա։ Ես ինքս կարամ որոշեմ ով է ինձ ուղեկցել ու եթե ընդհանրապես ինձ պետք է ուղեկցել, դե ոչ։ Հետ գնանք տուն։ Չէ, ախպեր, դու էլ ես երրորդ ավելորդ ես։ Չորրորդ։ Երեխեք, խի կրվենք, եթե կարանք լինենք լավ ընկերներ։ Ուիրիկս ճիշտ ասում։ Ռաֆի, արի գնանք, թե չէ, դու նույն ամեն ինչ հարամելու եք ու ելան ոչ մեկից չների։ Գոշքերին, լավ չի որ ոչ մեկին չունես, բայց ոչ չի մտածես, դու վաղն կամ ստանաս, լիքը երեխեք ունենաս, բայց լսի, եթե չամուսնանաս էլ, ոչինչ, մի մտած, ես քեզ անպայմանին մեծ Ամերիկա կտանեմ, դու շատ բարի ես, ես հենց նեց կանեմ, որ դու իմ իսկական քերին դառնաս։ Դու էլ ես շատ լավ, փոչու։ Ճիշտ է, երևում է, որ մի քիչ չարաճճի ես, բայց շատ պոպուշ սիրտ ունես։ Իմ կուկու տատիկը ասում է, որ ես հենց Արշո պապիկին հեսանային։ Ինքը Արշո պապիկն է։ Ես իրան շատ եմ սիրում։ Նայ, ինքը իմ տատիկն է։ Ինքը ինձ առաջ շատ էր սիրում, բայց հիմա էլ սիրահարվեց ու ես անցա երկրորդ պլան։ Ինքը իմ պապան է։ Ես իրան շատ եմ սիրում, քերի, շատ։ Ինքը իմ մաման է։ Ես իրան շատ եմ սիրում։ Ինքը ռեժիմով ուտում է իմ պապայի ներվերը։ Իրանք իմ քույրիկներն են, ինքը Էլլան է ու ինքը Բելլան է։ Ես իրանց չեմ հասկանում։ Ես էլի իրանց շատ եմ սիրում։ Բայց ինչի տխրեցիր, փոչու։ Ես ուղղակի ուզում եմ, որ իմ ընտանիքում միշտ համերաշխ ապրի, իրար շատ սիրեն։ Բայց այս պահին այդպես չի։ Պապա, մենակ չասես էլի զանգել ես, որ գնամ քո ընկերոջդ կամ բարեկամին մոտ, որ այնտեղ մնամ։ Չէ։ Ստելիկ, իսի, ես զանգել եմ, անճիշտ մենք զանգել ենք, մաման, կուկուն, քուրիկներդ ասենք, որ մենք տեղափոխվում ենք նոր տուն, Բայց ինչ, ասա։ Ուրեմն սենց, մենք վաղը գալիս ենք Հայաստան։ Իրար հետ լավ ժամանակ անցկացնենք ու հետո հետ վերադառնանք ու կյանքը սկսենք նոր էջից։ Ինչ կասես։ Ոնց։ Դու մաման չեք բաժանվում էլ։ Չէ։ Ուրա։ Այդ ում հետ է, Ստելիկ։ Քո հետ անծանոթ մարդ կա։ Նայ, ինքը Գուգուշ քերին է։ Գուգուշ։ Ինչ քերի։ Իմ հարազատ քերին։ Ոնց, մենք քերի ունենք։ Հայ քեզ նորություն։ Դու աղբեր ունես ես տեղա, չէ։ Կուկու, ես աղբեր ունեմ ու դրա մասին ընդհանրապես տեղյակ չեմ։ Տղա ունես։ Հա։ Չէ, ոնց որ չէ։ Ոնց թե ոնց որ չէ։ Նո, չէ։ Հա։ Չէ։ Ոնց որ չէ։ Չեմ կարողանում հասկանամ, ինչ որ հիմա դու խոսում ես, այդ լուրջ ես ասում։ Ես չունեմ, բայց Արշուն։ Որո՞վ Արշուն ունի։ Բա Գուգուշ քերը, ես էլ իմ ընտանիք։ Հիմա կարող եմ բոլորին ասել դե ջիջել, քանի որ ես ունեմ աշխարհի ամենալավ ընտանիքը։ Ահա այսպիսի գեղեցիկ պատմություն։ Գիտեք, ում հետ ինչ ասես կպատահի։ Բոլորս էլ սխալներ գործում ենք, բայց քանիսս ենք ձգտում ուղղել այդ սխալները ու ինչ ճանապարհ են գտնում։ Էլլան ու Բելլան թևաթափ չեղան, այլ փնտրեցին ճանապարհներ պահպանելու իրենց ընտանիքը։ Ու տեսակ, ստացվեց։ Անկարելի ոչինչ չկա, ուղղակի հավատա, ու քեզ կտրվի
քո հավատի չափով։ Դեջիջիրի հովանավորներն են։ Imperator Law Firm։ Իմպերատոր Բոնապարտ։ Ինչով կարող եմ օգնել։ Վաթերլոյի պարտությունից հետո ուզում են աքսորել ինձ, կարող եք պաշտպանել։ Իմպերատոր Law Firm իրավաբանական ցանկացած խորհրդատվությունից մինչև ձեր շահերի պաշտպանություն։ Շնորհակալություն փայլուն աշխատանքի համար։ Մենք կփոխենք պատմությունը։ Ի օգուտ ձեզ։ Հուսիկ, այսօր քո փիսիկը զբաղված էր, ուտելու բան չի պատրաստել։ Աչքս լուսմա ինչ ենք ուտելու։ Ոչինչ, Vivaldi Catering կպատվիրենք 6 appetizer-ով հավի ու տավարի անուշահամ քաբաբ, հավի ու խոզի ախորժելի խորոված։ Քանի որ կան նոր ընտանեկան փաթեթ 5 հոգու համար, ընդամենը $150։ Փիսիկը հուսիկը գոհա։ Ինձանից։ Չէ, Vivaldi Catering-ից։ 707-771-77-71։ Դու գոհ եք այս մանկապարտեզից։ Այո, շատ գոհ եմ, հատկապես ծնունդից։ Այո, իհարկե, սա Տալիկս միշտ ուրախ է գալիս տուն, որ գոհ չլինեի կժպտայի։ After school ունի եւ շատ ուրախ ենք, որ դասերը պատրաստած արդեն գալիս են տուն։ Լավագույն գովազդը ծնողի շնորհակալություն։ Racing Star Childcare մանկապարտեզ։ Երեխեք, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ յուրաքանչյուրիդ, բայց ամենակարևոր մարդիկ կան, առանց որոնց չէր լինի այս ֆիլմը։ Ես ուզում եմ իրենց անպայման մենք ծափահարենք։ Համար առաջին, ում ես շատ շնորհակալ եմ, Ռոլանդը։ Եկեք մի հատ ծափահարենք Ռոլանդը։ Համար երկրորդ, ուզում եմ ծափահարենք Վահեին օպերատոր։ Ծափահարենք չեք ճանաչում, բայց մոնտաժնիկը Տարոնը, իրան Եվ շատ եմ ուզում ծափահարենք Մանոյին։ Իրանք շատ մեծ աշխատանք են կատարել։ Ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից յուրաքանչյուրին։ Աստված թող ձեզ բոլորին օրհնի։ Մեր մոտ ստացվել է, որովհետև մենք ձեռք ենք բերել հրաշալի ընկերներ։ Շատ ձեզ սիրում եմ։ Շնորհակալություն, որ կողքս եք։ Դեջիջիլ